M3 միջպետական նշանակության ճանապարհի 5 կիլոմետրանոց հատվածում տեսանելի աշխատանքներ արդեն արվել են։ Մարտից սկսած շինարարությունը կարծես ձգձգվում էր, տեղում դոփում։ Օրեցօր մեծացող փոսերից ու թանձրացող փոշուց դժգոհում էին ոչ միայն վարորդները, որոնք օրը ցերեկով երթևեկում էին մեքենաների լուսարձակները միացրած, այլև Շահումյան գյուղի բնակիչները, որոնք ուղղակի ապրում են այդ փոշու մեջ։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը համաձայն չէ ձգձգում ձևակերպման հետ։ Չեմ համարի, որ այնտեղ ձգձգումներ կան, իհարկե որոշակի խնդիրներ, ինչպես հանրապետության բոլոր մեծ շինհրապարակներում, այնպես էլ այս դեպքում ունենք, բայց այնտեղ բնականon օրացային գրաֆիկին համապատասխան շինարարները աշխատանք են իրականացնում եւ արդեն բավական մոտ 10 օր է մեկնարկել են նաեւ ներքին շերտի ասֆալտապատման աշխատանքները։ Ճանապարհը, որ ներառում է Արմավիրի մարզի Էջմիածին Շահումյան դաշտ բնակավայրերը, հիմնանորոգվում է պետական բյուջեի ֆինանսավորմամբ։ Պայմանագրային արժեքը մոտ 1 միլիարդ 130 միլիոն դրամ է։ Պատվիրատուն տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն է։ Աշխատանքների դանդաղ ընթացքը ըստ շինարարների հիմնավոր պատճառներ ունի։ Ասում են ճանապարհի հարևանությամբ առուները երբեմն հունից դուրս են գալիս եւ ողողում այն։ Իրենք հաճախ ստիպված են լինում փոխել հողային շերտը, ինչով պայմանավորված գործը հետ են գնում։ Այս հատվածում մենք այս մատերիալը նյութը գրավյան փոխել ենք 6 անգամ։ Բավականին մեծ հատված։ Ամեն անգամ երևի մի 500-600-400 կուբամետր մատերիալ։ Երկրորդ պատճառը շրջանցիկ ճանապարհի բացակայությունն է։ Վերանորոգվող ճանապարհն ինչ-որ չափով շրջանցել կարելի է Մրգաստանի գյուղամիջյան փողոցներով, բայց այդտեղ էլ կյանքը կատվածահար կլինի, եթե բեռնատարների չվերջացող շարանը մտնի գյուղ։ Ճանապարհաշինարարները ստիպված աշխատում են երթևեկությունն առանց դադարեցնելու, որ մարդու մեքենա իրար չխանգարեն, կառուցապատող ընկերությունը դաշտերի հաշվին լայնացրել է ճանապարհը, ժամանակավոր ավտոճանապարհ հարթել վարորդների համար։ Երբեմն իրար կբաց գնում են 60-70 տոննանոց 20 մետր երկարությամբ, դրանք էլ են խանգարող հանգամանքներ են շատ։ M3-ի 5 կիլոմետրանոց այս հատվածը կապ է ապահովում մայրաքաղաքի եւ մի շարք մարզերի միջև։ Ճանապարհի ինտենսիվ երթևեկի առյուծի բաժինը ծանրաքարշերինն է։ Հաշվի առնելով դրանց ակտիվ տեղաշարժը, նախագծողները գերամուր հիմք եւ եռաշերտ ասֆալտ են նախատեսել, որ ճանապարհը երկար դիմանա բեռնատարների ծանրությանը։ Հիմնովին փոխվում է հիմքը, եռաշերտ ասֆալտ բետոնը նախատեսած խոշոր հատիկ 7 սանտիմետր, հետո եւս 7 սանտիմետր ներքին շերտ եւ 5 սանտիմետր վերին շերտ։ Այսինքն մոտ 19-20 սանտիմետրի կարգի հաստ շերտով ասֆալտ ենք ունենալու։ Սա ծանր աշխատանք է, մի քիչ բարդ ավելի։ Այդտեղ համարյա 5-600 կիլոգրամ մենակ մի քառակուսուն ասֆալտ է գնում 3 անգամ գնալ գալով։ Այս որ մենք եկե հասել ենք, ստեղ ասենք հիմա, չէ՞։ Սա չի նշանակում եկե ու գնում ենք։ Մենք նորից հետ ենք տաղում, նորից մի շերտ ենք գալիս, իսկ ամեն մի շերտը 7 սանտիմետր է։ Աշխատանքների դժվարության մի պատճառ էլ հենասյուների վրա արագիլների կառուցված բներն են։ Երթևեկելի մասի վրա գտնվող սյուները տեղափոխելու պատասխանատվություն որևէ կառույց հանց չի առնում։ Մասնագետներն այլընտրանք են փնտրում արագիլների բները պահպանելու եւ իրենց գործը առաջ տանելու ուղղությամբ։ Նախնական քննարկում ենք եզրաքարերով առանձնացնենք երթևեկելի մասից անվտանգություն ապահովենք, թողենք տենց մնա։ Տեխնիկական հսկողությունն իրականացվում է նախագծի համաձայն։ Պատասխանատուները երաշխավորում են ճանապարհի երկարակեցությունը։ Բարձր որակ ենք իմ կարծիքով ստանալու, քանի որ իրականացվում է ամբողջովին նոր հիմնատակի ծածկույթի իրականացում, որակը հուսով եմ երկար տարիներ ծառայելու է այս ճանապարհը։ Գյուղով անցնող հատվածում կառուցվելու է ջրահեռացման համակարգ, կառուցվելու են մայթեր, տեղադրվելու են եզրաքարեր, կունենանք ոչ թե ավանդական երկշերտ, այլ եռաշերտ ասֆալտ, հաշվի առնելով, որ նաև բեռնատարների համար կարևոր ուղղություն է։ Նախատեսվում է ճանապարհը շահագործման հանձնել տարեվերջին, եթե այլ խնդիրներ չառաջանան, շինարարները պատրաստ են աշխատանքն ավարտել ժամկետից շուտ։ Հայկ Շասանյան, Հայկ Պետրոսյան, Լուրեր։